Երևի թե Հայաստանի ամենասիրուն ճանապարհահատվածներից մեկն է ընկերներ, որտեղ մի անգամից կարող ես տեսնել ատոմակայանը, Մասիսը, Արագածը, Մասիսը եւ Սիսը եւ իհարկե արևմտյան Հայաստանից արդեն հատվածներ են երևում, այն սարերը բոլորը արևմտյան Հայաստան են ընկերներ։ Սա մոգական ճանապարհ է, սա պատմական ճանապարհ է։ Այս ճանապարհը մեր ազգի համար մեծ դեր է ունեցել միշտ եւ կունենա։ Սկզբից ատոմակայանի ճանապարհն է, հետո նոր ակնալիճի շատ սիրուն է։ Նստես ու այսպես նայես, պատկերացնում ես տելևիզորով իշ սիրուն կերևա այս տեսարանը։ Նստեն ու մեր հայրենակիցները նայեն հայոց ճանապարհներին, որոնք սլանում են մեր տեսանյութերում միայն։ Մենք ճանապարհանկարներ ենք ընկերներ։ Սիրում ենք նկարել գեղեցիկը եւ պահել ուժեղ, ուժգին մեր էջում, որ հանկարծ չկորցնենք։ Տեսել եմ։ Դե չէ, սա արդեն պատկերացնում եմ, Վարդան, որ ստեղից պետք է մտնեմ, որտեղ անցած անգամ հիշում ես, եկանք ստեղից մտանք, մտցես կալցվարինք, իջանք ներքև։ Դու միթե մոռացել ես, Վարդան։ Չէ, ֆուտբոլ խաղալու օրը չէր էդի։ Սխալ ես հիշում։ Լավագույն ընկերոջը, որ ասաց, եթե այս տարի չես եկել, մենք ընկերներ չենք էլ։ Հիշար, հիշեցիր բարեկամս։ Բա, ես որ ասում եմ, տեսեք ընկերներ, ակնալիճ տանող հրաշք ճանապարհն է։ Ինչքան մարդիկ են այս ճանապարհով եկել ու հարս տարել այս գյուղից, ինչքան հարսիկներ են այս ճանապարհով եկել ու հարս մնացել այս գյուղում։ Եվ ինչքան աներզոնքանչ կապ է ուժեղացել այս ճանապարհով։ Հիմա այ քեզ բանաստեղծական ձեռք բերեցի ակնալիճում։ Բարև տղներ ջան, մեր մատաղ սերունդներ գալիս էին վստահ քայլվածքով, դա իս դուր եկա, որովհետև մարդուն հենց մանկուց նայելուց ես հասկանում նա ով է դառնալու։ Իսկ այս տղաները ուղղակի հզոր մարդիկ են դառնալու։ Ուրիշ ոչ մի տարբերակ չի կարող լինել։ Վարդան, ակնալիճը նկարի, ինձ բոլորն էլ տեսել են, թող միայն ձայնս լսվի ու ուրախություն տա բոլորին, ուրախացնի բոլորին։ Տեսեք, շինարարություն է, տուն են սարքում, ֆորդեր, պիդիսյատածիներ, զիլեր եւ իհարկե լեգենդար 21 կլորֆար։ Մոսկովիչը չմոռանանք, խոտի պռեսը չմոռանանք եւ իհարկե Արագիլը սյան վրա։ Բույնն է հյուսել։ Նա, տեսնես այս Արագիլը իր ամբողջ կյանքի ընթացքում քանի բույն հյուսած կլինի, Վարդան։ 3.5, սա էլ կեսն է, հա։ Տես Ford Mondeo։ Ford Focus, Focusnik Ford։ Այո, թերևս Ford-ը միակ մեքենան դուրս եկավ այս աշխարհում, որ Focusnik է։ Իսկ մենք ակնալիճի ճանապարհներով ուղղակի սլանում ենք, հենա մի հատ զանգենք մեր ավակ ընկերոջը ճշտումների համար։ Այս դպրոցն է, չէ՞։ Պարտեզն է։ Ես հիմա ակնալիճի մեջ եմ։ Հա։ Ու ինձ պետքա կոորդինատներ, որ գնանք աներ հայրիկին հայտնաբերենք։ Կարանք գնանք, առանց գնանք, մեռնեմ սա։ Դե ես միացնում եմ տեսախցիկը, որ գնանք։ Կային դուրս գամ, ստե մի հատ շենք կար դերոշով բանով։ Տենանք սա յուղապետարանն է, դպրոցն է, թե մշակույթի տունը, սա հարցերը էլի։ Հարցեր են, որոնք չունեն պատասխան։ Հուսամ հենց հիմա կունենան պատասխան։ Ակնալիճում անգամ բնակ շենք կա, որը ես չէի նկատ։ Շենքեր, շենքը որն է շենքեր ընդ նայի։ 1, 2, 3։ Հա, ճիշտ է։ Բա որտեղ կլինի, գնանք գտնենք։ Հա, բա դու ոնց ես տեսել։ Վստահ ես։ Որտեղից եմ աչ անում։ Դե հիմա յուղի լրիվ էս կողմն ենք, Վարդան, պետք է աչ անենք, բայց որտեղից։ Չէ, դու սկել աչ արա։ Դու տեսել ես, հիշում ես։
Ակնալիճում կա մեր եզդի եղբայրների եկեղեցին, որը հենց հիմա մենք կնկարենք, միշտ մեր բարեկամը կապի դուրս կգա մեզ հետ։ Ինձ թվում է շատ չի ուշացնի։ Նոր ես տեսել, թե այն ժամանակ։ Հիմա էլ եմ։ Ես էլ եմ տենում։ Տեսանք ընկերներ, հրաշք ուղղակի, շատ գեղեցիկ է։ Եզդի եղբայրների կուլտուրան մեզ շատ մոտ է եւ հարազատ։ Այնքան չպատասխանեցիր, որոշեցին գանք մի հատ եզդի եղբայրների եկեղեցու մոտ պտույտ անենք, հետ գնանք։ Իսկ եմ կանեք, իսկ էլ արդեն տեսարժան վայր է դարել, վերջի քանի տարվա ընթացքում։ Հա։ Մենա մենք ստեղ ենք, շատ սիրուն է, շատ ճոխ։ Սիրուն, մենա։ Ստեղ անգամ ես կուզենայի դրոնով նկարենք։ Դե ուրեմն կարանք չէ նկարենք, ախպեր խնդիր չէ։ Հեսի էս ինչ արձաններ են, եզդիներին է վերաբերվում, թե հայերեն։ Զիարատ եզդիա, զիարատ եզդիա, զիարատ եզդիա, զիարատ։ Սաղ բրալ գրած է, չէ։ Անունն ինչ է սարքողի։ Միրզա Սլոյան։ Ինքն է կառուցել, բայց այդպես ինչ-որ բան կա, երազտեն է, թե այդպես երազանք նայել է ուզեցել է սարքի։ Իրա գրքի անունը գրած է տաճար կանող ճանապարհը։ Գիրքել ունի գրած։ Համել փող ունի լիքը։ Դիտոգումը տենց է, էլ ուղեղել ունի, փողել ունի, սաղել ունի։ Միրզա Սլոյան։ Տաճարի բացումից 1 ամիս հետո։ Իր կյանքի նպատակն է եղել, էլի պաստորեն, այդ սարքել է, հոգին տվել է, էլ։ Գնանք։ Միրզա Սլոյան։ Ընկերներ, երկուսն էլ ինքն է սարքե։ Միրզա Սլոյանը կառուցել է աշխարհի ամենամեծ եզդիական եկեղեցին, որը հենց հիմա մեր կադրերում է։ Վայել է գեղեցկությունը, ջերմակությունն ու մաքրությունը։ Նկատենք, թե ինչքան տարբերվող է։ Եկեղեցին ունի բացի մեծ գմբեթը 7 գմբեթներ, որոնք խորհրդանշում են 7 առաքյալներին։ Առաքյալ թե հրեշտակներին, 7 հրեշտակներին։ Ես եզդիների հավատքից լավ տեղյակ չեմ, ուղղակի հարց փորձով իմացա, որ 7 հրեշտակներն են։ Ախպեր 7 հրեշտակներն էին։ Արի ախպեր, մենք օգնող եղբ։ Քեզ նկարեմ։ Համեթեթև էլի սենց։ Արի դա ախպերս, արի դու մեզ պատմի։ Փաստորեն մեզ օգնության ձեռք մեկնեցին, մենք էլ չենք հրաժարվում երբեք այն ձեռքերից, որը գալիս է մեզ օգնելու։ Հա ջան։ Այդ թղենը Միրզա Սլոյանի տղեն է։ Հիմա ինքն է տարածքը։ Հա։ Բաղի չէր ասում։ Ես տենց է ջոգին, որ ինքը ինչ-որ կապ ունի։ Հիմա էլ իր հոր գործը ինքն է շարունակում։ Հա։ Բա անունն ի՞նչ է իր։ Ռոման Սլոյան։ Ռոման մեծ աղբերը համեստության մարմնացում։ Պաստորեն այս տարածքի տերը ինքն է ու համեստ իր համար նստած էր մի բերան չասած մեն անուշ աղբքան ինչ է։ Կարենը ազգությամբ հայ եմ, բայց 11 տարի այստեղ եմ աշխատում։ 11 տարի։ Այս քան տարի են սարքե։ 12 թվականին փոքր զիարաթի բացումն է եղել։ Զիարաթի։ Հիմա նայ մենք ինչ ենք անում։ Զիարաթ է անունը եկեղեցու։ Հիմա սաղ գրած է պլակատների վրա։ Հա։ Հիմա այդում ենք, որի մասին դու տեղեկություն ուզում ես։ Հա։ Պլակատի մոտ կանգնում ենք, այդ տեղեկությունը տալիս ես։ Այսինքն բանը QR կոդով է թե գրած է։ Չէ, գրած է։ Վարդան էլ էս տեսարան նկարի, դրախտավայր են կառուցել եւ այստեղ գալուց չես կարող բացի սրբությունից ուրիշ բան զգալ։ Մաքրություն ես զգում։ Մեր եզդի եղբայրների մշակույթն ու կուլտուրան ուղղակի գիտակցական գրող է անում։ Լիշ ծիրուն է արևները, նայ հրաշք։ Այսինքն ամբողջ աշխարհի եզդիների համար ամենամեծ իրանց սրբատեղին է, իրանց վանքն է։ 29-ին Հա։ ներկա գտնվեք ստեղ ու կտեսնեք։ Սեպտեմբերի 29-ին, հա։ Վարդան սեպտեմբերի 20-ին, 28-ին ծնունդը տա 29-ին գալիս։
29-ին է ծննդդ։ Ուրեմն Վարդանի ծննդի օրն է։ ամբողջ աշխարհից ոչ միայն Եզդիները գալու են, ոչ ուստի միայն- Վարդանի ծնունդը անելու ենք։ Ոչ միայն մենք սա հացել ենք տալի մեծ ճաշկեր Իտալինում կարանք միանգամից նշենք էլ։ Եզդիական ճաշատեսակներով ունեք դուք ճաշատեսակներ։ Կոնկրետ ճաշատեսակ։ Դե ոնց որ իմ ժոգելով հաստատ գարի խաշլաման ձերն է, հա։ Հա։ Այսինքն ձերնավորն է, եզդիներն է, դու եզդի չես, չէ՞։ 29-ին ամեն տարի Հա։ տաճարի օրն է։ Միրզա Սլոյան։ Միրզա Սլոյանը գիրքել է գրել։ Հա։ Մեծանուն եզդի է, ով ապրել է մեր օրերում եւ մեծն բարերար, նա ապրել է մեր օրերում, ավա որ արդեն նա չկա, բայց կա իր կյանքի թերևս ամենամեծ ստեղծագործություններից մեկը։ Տեսեք ինչ հրաշք եկեղեցի է կառուցել իր ազգի համար, իր ազգասիրությունը, հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչում եւ այս ամենը մեր հայրենիքում, մեր կողքին, մեր եզդի եղբայրները Այս տաճարը Տաուսե Մալակի եւ 7 հրեշտակների տաճար։ Այդպես է։ Տաուսե Մալակի եւ Մալակը եզդիական և կրոնի հրեշտակներ։ ամենակարևոր բոլոր հրեշտակների գլխավոր հրեշտակն է։ Եզդիական կրոնը Հա, շնորհիվ Մալակը, Տաուսե Մալակը։ Այսինքն մեր մոտ էլ Գաբրիել հրեշտակապետ օրինակ, չէ՞։ Եզդիական կրոնը շնորհիվ եզդիական պանթեոնի առաջնային 3 կերպարների Տաուսե Մալակի, Շիխադի եւ Սլթան, հա, Սլթան Էզիդի տեսոր ներկայանում է Սուրբ Երրորդության գաղափարախոսությամբ։ Մերն էլ է Սուրբ Երրորդություն։ 2015 թվականի ապրիլի 22-ին համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե Միրաթասին Բեգի գլխավորությամբ կատարվել է Սույն տաճարի հիմնարկեքը, այսինքն հիմքի քարա դրվե, հա։ Իսկ կառուցման ավարտից հետո 2019 թվականի սեպտեմբերի 29-ին օծվել է Լալշի բարձրագույն հոգևոր դասի ներկայությամբ եւ մասնակցությամբ։ Տաճարի բարձրությունը 29 մետր է։ Տաճարն ունի 1 մեծ եւ 8 մետր բարձրության 7 փոքր գմբեթներ։ Մեծ գմբեթը բարձրանում է եւս 7 մետր, ուղղագիծ այնուհետև սև եւս 11.60 մետր թեք ճառագայթների տեսքով։ Այս ամենին ավելանում է ոսկեզոծ արևը, որի բարձրությունը 2.20 մետր է։ Մեծ գմբեթի արևի ճառագայթների թիվը 24-ն է, իսկ պատուհանների թիվը 8։ Փոքր գմբեթներն ունեն մեկական պատուհան։ Յուրաքանչյուրները 14.65 մետր բարձրությամբ եւ եզրափակված 1.30 մետր ոսկեզոծ արևով։ 3.20 մետր տրամագծով արև կա նաև տաճարի գլխավոր արևելյան մուտքի վերևում։ Տաճարն ունի եւս 2 մուտք հյուսիսային եւ հարավային կողմից։ Տաճարի դահլիճի մակերեսը ավելի քան 200 քառակուսի մետր է։ Սրահն ունի կիսակլոր խորշեր, որոնցից մեկում տեղակայված է Սուրբ Սեղանը։ Տաճարի ներսը զարդարում են հատուկ պատրաստված ինքնատիպ ջահը եւ պատերին ամրացված լուսատուները։ Հիմա օրը այսիշ սիրուն է, բարի գնանք։ Շատ սիրուն։ Բայց պետքա ոտքերը հանել։ Հանենք ախպեր, հա, բա ոնց։ Հանում ենք ոտներս։ Ես հիմա առաջին անգամ մտնում եմ եզդիների սրբավայր եւ առաջին աշխարհի ամենամեծ անիչ էր։ Սուրբ սրբատեղ Զիարատ ոտքս խերով։ Հնուց ընդունված է էլ որ ոտերը հանեն, նոր մտնեն։ Ստե ով գալիս է պարտադիր պետք է հանի, չէ՞։ Ով չհանի, վիրավորանք է համարվում, չէ՞։ Այնպես որ իմացեք գալուց ոտքներդ կհանեք, անգամ եթե ձեր կողքին մարդ չլինի հուշող, իմացեք որ պետք է հանեք ձեր ոտքերը։ Բարթան,
այստեղ ես մի բան նկատեցի, տես մեր եզդի եղբայրները հայերի նման ցրված են ամբողջ աշխարհով եւ հենց այս դրամահավաքին նայելով հասկանում ես աշխարհի բոլոր թղթադրամներից կա ռուբլի, եվրո, դոլար, դրամ That's փորձել եմ 3 մուտք ունի Մարդիկ իրենց կարծիքն են գրում, նպատակներ են գրում։ Այս կոմը չեն գրում։ Գրում են, ուղղակի բաց են թողել։ Հա։ Այս ինչքան են գրում, հա։ 2904 Վերջի այցելուն երբ է գրել։ Վերջի այցելուն գրելա 5:05։ Հա, այսօր գրում ենք մեր տպավորությունները, մեր ցանկությունները։ Այսօր 8:08:05 8:05 2025 թվական։ Ինչ գրեմ։ Մեբան ասա։ Ես ապրած եմ արանի հետ միասին։ Դու ես ապրած։ Խոնարհ մեր եզդի մեր եզդի եղբայրների անձնվիրության եւ Ziyaret. Sağ ol. Մեծ կոնկրետ իր անունը զիարաթա թե բոլոր եկեղեցիների անուններն են։ Կոնկրետ իր անունը Տաոսե, Մալակի եւ 7 Հա, հրեշտակների տակ։ այսինքն զիարաթ։ Աշխարհի ամենամեծ զիարաթ։ Սա աշխարհի ամենամեծ զիարաթ։ Եվ այստեղ մենք եղանակը Որը Ինչ ես խոսում, վրդո։ Դու աղբեր ես սիրում ես, որ իդեալական գրես, ես գերում եմ անաս, ոնց որ գերում եմ։ Աղբեր ես գեն ես անաս եմ գերում։ Տես, որ համոզվես գե Մարգարյան, իմ համար գենեն է։ Եթե դա քո սրտով չի, արդեն կարող եմ ուղղակի ջնջել։ Տեսեք ընկերներ, անգամ կա նախատեսված հարմարանք, կոշիկա, կրնկա, հարթամրթա բրթիչ, այդ բառա խաղը Վարդանից եմ ես սովորել, Վարդանը բազում բառեր գիտի, որ իրականում պետք չի, բայց գիտի, ես էլ օգտվում եմ այդ բառերից դարձնելով պետքակար։ Ես կարող եմ գնալ հարավարտ։ Հա, իրար հետ էլ գնում ենք հենց, մենք էլ պետքա գնանք։ Մարդա սպասում։ Գնում ենք բարեկամս, Կարեն չէ՞ անում այդ Կարեն ջան։ Դե կնայես ախորս։ Փոքերն Մի 5 օրից կլինի այս վիդեոն։ Սիրամարգեր էլ կա։ Փոքեր զիարաթն էլ կա։ Սիրամարգ ունենք։ Հա, փոքերի մեջ։ Դե գնում ենք ոնց եկեղեցու մեջ։ Գնանք տեսնենք։ Ընդել չէ ոտնես պետք է։ Հա։
Ընդել են չէ ոտները հանում, լուբոյ ծես տեղեր, հա։ Հանկարծ չմոռանանք ու հլը նայի ամպերը կարծես կրակ վառած լինեն երկնքում։ Այս ֆոնին, այս սրբատեղիները բոլոր կուլտուրաների մեջ ունեն առանձնահատուկ տեղ եւ արտացոլում են մարդու հոգեվոր կամքը նյութական աշխարհում։ Դրա համար է, որ բոլորը առանձնահատուկ ուշադրություն են դարձնում սրբատեղիների կառուցմանը։ Իսա մեր այս հրաշք տարածքը շինությունները կառուցած մեծապատիվ մարդն է։ Միրզա Սլոյանը։ Գնանք, տեսնենք մյուս։ Ես ինչ եմ անում միշտ մոռանում։ Զիարաթը ընկերներ։ Սկզբից կառուցված է եղել այս փոքրիկ զիարաթը, հետո կառուցել են մեծը։ Մեր պարոն Սլոյանը հոգացել է, որ իր ազգը ունենա նման գեղեցիկ սրբատեղի։ Իսկական է։ Կական, հա։ Իսկ եկը։ Չէ, իսկական է սա։ Դες մշակել են, սարքել են։ Տեսնես ով է ինձ այդքան զանգում, բարեկամ, Արտակն է։ Ծիծեռնակը նկարի հլը, տեսեք ծիծեռնակը եկել և իր բույնը հյուսել զիարաթի պատին։ Ընկերներ, մեր ու եզդիների պատմությունը իրար հետ է կերտվել և իհարկե ունենք եզդի հերոսներ նույնպես, այնպես որ հենց հիմա նրանցից կտեսնեք Ջահանգիր աղան, ընկերներ տեսեք, նրա կիսանդրին է, նրա արձանն է։ Ջահանգիր աղա եզդիների ազգային հերոս, Ջուկրի ցեղերի համադաշնության առաջնորդ ՀՀ ռազմական ազգային ազատագրական գործիչ 1918 թվականի մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից։ Ջահանգիր աղան մեծ ավանդ ունի մեր մարտական գործողություններում։ Իհարկե հաջորդը Անդրանիկ Զորավարը, ընկերներ։ Հզոր մարդկանց արձաններ են այստեղ կանգնեցված։ Ահա ես էլ հետաքրքիր է։ Եզդիները հոդվածից իրենց հարևան ազգերից ոչ մեկի հետ նրանք այնքան սերտ չեն կապված, այնպես համատեղ չեն գործում, ինչպես հայերի, որոնց նրանք անվանում են եղբայրներ։ Խաչատուր Աբովյան։ Խաչատուր Աբովյանի խոսքերն են, ընկերներ։ Խաչատուր Աբովյանը մեր լուսավորիչն է։ Լուսավորիչ Խաչատուր Աբովյան։ Կարող եք այցելել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, այնտեղի տնօրենը ուղղակի շատ լավ ձեզ կծանոթացնի Խաչատուր Աբովյանի գործունեությանը, նա մեծ հայրենասեր է։ Սուրբ Բեկն է։ Սուրբ Բեկ Թեմուրյան, եզդիների ազգային հերոս, Անդրկովկասի եզդիների առաջնորդ, ՀՀ քաղաքական հասարակական ռազմական ազգային ազատագրական գործիչ, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր, 1918 թվականի մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից։ Ասուբ Բեկը ծնվել է 1869 թվականին Սուրմալու շրջանի Ասլանլու գյուղում, եզդի
ցեղապետ Հասան աղայի ընտանիքում նրա նախահայրերը տասնյակ տարիներ առաջնորդել են եզդիների հասցիների ցեղը, որի 26-րդ ցեղապետն է եղել հենց Սուրբ Բեկը։ Հա? Ուսուբ Բեկ։ Ախպեր դες բարձր ասա որ լսեմ էլի։ Ուսուբ Բեկ, այդ որտե ասել եմ Սուրբ Բեկ կդնեք Ուսուբ Բեկը։ Ցեղասպանություն։ Նրանք հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով։ Ամրին Վեգները երևի եզդի է հենց։ Եզդի է նա։ Այս համալիրը ընկերներ նվիրված է եզդիներին և հայ եզդի բարեկամությանը։ Կոմիտաս վարդապետ։ Այ Շանգալի եզդիների ցեղասպանության 2014-ի օգոստոս զոհերի հիշատակին։ Ջավոբեկը ծնվել է 1860 թվականին Թուրքիայի Սինակի շրջանի Ղարաբուլախ գյուղում։ Մահկանացուն կնքել է 1924 թվականին։ Շաբեշի Ջովան Հասանիների մանթաջի տոհմից է եղել։ Ջավոբեկը հարուստ և հայտնի մարդ է եղել Սինակի շրջանում, հայտնի է եղել նաև իր ավագ եղբայրը Սլոն, ով աչքեր ընկնում իր և խելամտությամբ և հարստությամբ։ Շաբեշի Ջավոն Բեկ անվանումը ստանում է իր կատարած արարքների ու գործած սխրանքների համար։ Այդ ժամանակ նա ընդամենը 22 տարեկան է եղել։ Այս հայտնի ու ճանաչված գերդաստանից է Իսեյի Սադոյի ընտանիքը, ով մեծ սեր ու հարգանք է վայելում Հայաստանում։ Ջավոբեկը 1914-ից 1918 թվականներին մասնակցել է համաշխարհային պատերազմին։ Իր հետևյալներով Ջահանգիր աղայի հետ մասնակցել է նաև Օսմանյան պատերազմին Աթաթուրքի ասկյարների դեմ և պետք է ասվի ու հիշվի, որ նման հերոսների շնորհիվ եզդի ազգը վերջնականապես հրաժարվեց գաղթականի կարգավիճակից, բնակություն հաստատեց Հայաստանում։ Ջավոբեկը, տեսնելով Օսմանյան Թուրքիայի անմարդկային վերաբերմունքը իր և եզդի ազգի նկատմամբ, ընտանիքին 1918 թվականին տեղափոխում է Հայաստան, Թալինի շրջան։ Ջավոբեկի կինը եղել է Շամոյի Սայրանը։ Համատեղ կյանքում ունեցել են 4 զավակ՝ Ասադ, Քյարամ, Գոգե և Գյավազ։ 1924 թվականին Ջավոբեկի մահից հետո իր ընտանիքը տեղափոխվում և ապրում է Էջմիածնի փարաքարում։ Փառք ու պատիվ Ջավոբեկին և իր նման հերոսներին, ովքեր միշտ կանգնած են եղել եզդի ազգի թիկունքին, սատար են կանգնել և ազգը փրկել են բնաջնջումից։ Հեսին հևերի դա հեսին հևերի մասին ցուցանակ ունենք, չէ՞։ Հա, ստեղ Դավրեշե Ավդին ծնվել է Օսմանյան կայսրության Վերանշահար մարզի Օղկակչի գյուղում։ Նրա հայրը Ավդի Մլհամը եղել է եզդիների շարքի ցեղախմբի առաջնորդը։ Դավրեշը ապրելով 18-րդ դարում Օսմանյան կայսրությունում համարվում էր ժամանակի հզոր ռազմական գործիչներից մեկը։ Նրա մասին մինչ օրս երգեր և գրական պատմություններ են գրում։ Նա ժամանակին չհանդուրժելով Օսմանյան կայսրության բարքերը, ժամանակ առ ժամանակ կռիվների մեջ էր մտնում հարևան ազգերի և կայսրության բանակի դեմ։ Այդ կռիվներից մեկի ժամանակ էլ 1790 թվականին նա դավադրաբար սպանվեց։ Եվ դավադրաբար ընկերներ սպանվում են շատ հերոսներ, հայրենիքի նվիրյալներ, որովհետև նրանց դեմ ուղղակի վախենում են միանգամից դուրս գալ, այդ իսկ պատճառով սպանում են դավադրաբար։
Այնպես որ ով կունենա կշիռ հանրության մեջ եւ կլինի հզոր, թող տեսողությունը չկորցնի ոչ մի վարքյան ու ուշադիր լինի, որ հանկարծ դավադրաբար նրան չսպանեն։